Եվ ուրեմն այո, ուզում եմ անդրադառնալ, քանի որ այստեղ գալուց առաջ նայեցի Դավիթի փաստաբանները, Մինասյան Դավիթի, ուզում եմ հիշեցնել, զույգ եղբայրներից մեկն էր, որոնց ես մշտապես տեսնում էի մեր բակի Սուրբ Աննա եկեղեցում, Կիրակի օրերին երկու եղբայրները աղոթագիրքը իրենց ձեռքին աղոթք էին անում, եղբայրներից մեկի խափանման միջոցը Միքայելի տնային կալանքն է, Դավիթը առ այս պահը գտնվում է Նայիրի կլինիկայի վերակենդանացման բաժանմունքում, Ռուբեն Մելիքյանն էր մեր գործընկեր փաստաբան, նախորդին հանդիպել Դավիթին, ասեց, որ ինքնազգացողությունը վատ է, երեխայի ճնշումը չի կարգավորվում, գիտեք, ես վստահ եմ Դավիթ, Միքայելը եւ այսպիսի պայծառ տղաներ մենք շատ ունենք, այս տղաներն են մեր ապագան, ես վստահ եմ, որ այս փորձությունը Ռուբենը շատ լավ էր ասել Դավիթին, ասել էր մտածի, որ դու Աստծո ընտրյալ ես եւ Աստված այս փորձությունը քեզ ուղարկել է, որտեվ գիտի, որ դու դա հաղթահարելու ես, Դավիթ ջան, դու սա հաղթահարելու ես, Դավիթի ընտանիք, Միքայել, դուք ես ամենը հաղթահարելու եք, դրա համար ես հիմա այլ բանի մասին եմ ուզում խոսել, ես հիմա ուզում եմ խոսել այն զար հուրելի ատելության մասին, որ մի կնոպկայով այս ռեժիմը իր նողկալի գարշահոտ ֆեյքերին եւ ոչ ֆեյքերին քսի տվեց այս երեխաների վրա, անպայման, ես նայում էի ուրեմն երեխաների կալանավորման գրառման տակ սեռական հայհոյանք էր գրել իմ նախկին հարևան մի տիկին, կին, որի տղան նարկոման լակոտը ամեն օր ծեծում էր ռեժիմով այդ կնոջը, պլանի փող էր ուզում եւ այդ կինը փրկության համար դիմում էր մեզ եւ ահա այդ նարկոմանի մաման, իմ նախկին հարևանը Դավիթի եւ Միքայելի կալանավորման ուրեմն նյութի տակ ամենանողկալի հայհոյանքներն էր գրել, ես հասկանում եմ, դուք ինչի եք, այս մի սեգմենտ կա, հա, այդ թվում նաև Նիկոլի Կոկորդիլոսագետը, ով ես չգիտեմ, դուք երեխա ունեք թե ոչ, ես ձեր անունը անգամ չեմ հիշում, դուք մնացել եք որպես Կոկորդիլոսի ձվի մասնագետ, իսկապես ձեր անունը չեմ հիշում, ես չգիտեմ, դուք զավակ ունեք թե չէ, բայց ոնց եք դուք ձեր էջում գրում, որ Դավիթը իր վիպուսկնոյը կնշի քրեակատարողականում «Вот такая доля խուլիգանская», դուք գիտեք չէ, որ դուք ցմահ եք ազատազրկվելու առնվազն ռեժիմի այն ներկայացուցիչները, որոնց մեղքը գալու է օրը եւ հայկական Նյուրնբերգը ապացուցելու է։ Դուք ոնց եք կարողանում, եթե անգամ զավակ չունեք կամ ունեք, 18 տարեկան երեխայի հասցեին չարախնդալ եւ գրել վիպուսկնոյդ Բերթում ես նշելու։ Դավիթը Բերթում լինի, Նայիրի վերակենդանացման բաժանմունքում լինի, ինքը հայ զավակ է, ինքը աղոթագիրքը ձեռքին Աստծուն ապավինած զավակ է եւ Աստված իրեն չի լքելու, այ դուք բոլորդ ձեր արդար պատիժը ստանալու եք ոչ միայն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, որ անչափ կարևոր է լինելու, այլ ստանալու եք նաև Աստծուց եւ դա Աստված, որ այդ պատիժը Աստծու, որ անխուսափելի է լինելու շրջանցի ձեր երեխաները մեղավոր չեն, որ ունեն ծնողներ, ովքեր կարող են խրախճանել եւ չարախնդալ, երբ որ տեսնում են, որ ինչ ասեմ, հրեշտակի նման տղաների կալանավորում են եւ մեկն էլ հիմա Նայիրի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում